Ալիևը Մյունխենում պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկի փուչիկ։ Ասուլիսում ինչ հայտարարեց, ասաց, որ ինքը չի պատրաստվում իրականացնել այդ Նիկոլի խաղաղության խաչմերուկը, ասեց գնացեք Բայդենից ուզեք ձեր խաչմերուկը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անվանեց ֆաշիստներ եւ նացիստներ, գերիների թեման փակված համարեց, այսպես։ Ալիևի այդ կտորը մենք երևի հնարավորություն ունենք Դիտենք շարունակենք, այո, ունենք։ Исключение Декларации о независимости Армении из Конституции Армении является единственным оставшимся предусловием для подписания мирного соглашения. И я думаю, что существует большое, так сказать, понимание между руководством Армении и Азербайджана, что должно быть сделано и в какой последовательности. Что касается так называемого перекрестка мира, то, как вы знаете, когда президент Трамп вернулся, он запустил ТРИП, поэтому, когда президент Байден вернется, он возобновит ваш перекресток мира. Արեք Նաշյան, ծաղրում եմ արդը, Նիկոլ Փաշինյանին իր խաղաղության խաչմերուկը եւ այլն, բայց կանգ սկզբից մարդը այսինքն Ալիևը ժողովուրդ չան, չի խաբել երբևէ հայ ժողովրդին ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին։ Մարդ ինչ կա բացայան 21 թվականից օրինակ Սահմանադրության հետ կապված մարդն ասում է ես հանձնարարել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի փոխի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սրանք իրանց պատե էին տալիս, չգիտեմ, հելնում էին երկինք, իջնում էին վար, խառակիրի էին անում, թե չէ, այտենց բան չկա, հետո եկավ թե ժամանակագրությունը ներկայացնում են, որպեսզի հայ ժողովրդի համար շատ բաներ պարզ լինի, էլի, որովհետև այս ինֆորմացիոն հոսքերի տարաշրջանում ասկի մոռանում են թե երեք ինչա տեղի ունեցել, էլի։ Հետո այնքան են խափում, որ արդեն մոռանում ես այն նախորդ խափածը։ Այո, 21 թվականին անոնսը տվեց, որ հանձնարարել եմ, սա Հայաստանի Սահմանադրությունը պետքա փոխվի, որպեսզի մենք ինչ հնարավորություն տեսնենք այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կամ հարաբերությունները նորմալացնենք։ Սրանք ասին չէ, այտենց բան չկա, ինչ եք ասում, հորս արև, ինչ երթում ասես գերամ, հա, հետո պարզվեց, որ ինչ ոնց էր ասում, խաչ էր երթում ուտելուց, հա։ Հետո հելավ ասես հասկանում եք ժողովուրդ ջան, այս կողմը ցուլ, մենք կարմիր շորերով, ել չգիտի որ ցելերը դալտոնիկ են ընդհանրապես, դա մի հարցի մյուս կողմն է, էլի կարմիր գույնը չեն ճանաչում։ Ինչ անենք, Սահմանադրությունը պետքա փոխենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով։ Այսինքն մարդ ընդեղից ասում է, որ պետքա փոխենք, ինքը ասում է, հա պետքա փոխենք, բայց ասում է, արեք ընդունենք, ոնց էր ասում, չէ՞, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Հիմա ասում է, ոնց էլ փոխենք Սահմանադրությունը, արեք ընդունենք, որ դա Ալիևի պահանջով չի եղել։ Բայց Ալիևը հետևողականորեն կրկնում էր այս թեզը, ըստ էության մեզ հայ ժողովրդին տեղյակ պահելով, որ ես ձեր այդ քպական լիդերին հանձնարարել եմ, որ փոխի, որ ինչ որ թուղթ ստորագրեմ հետը։ Սրանք հիմա կեսա ընդունելով, կիսա չընդունելով հասել են վերջնական փուլին, երբ որ Ալիևը ասում է լավ, այս մեկն էլ արեք, բայց կարծում եմ սա վերջինը չի, Սահմանադրությունը փոխեք, որ այդ թուղթը ընտրություններից առաջ ես ստորագրեմ, բայց չեն հասցնի փոխեն, էլի, կամ այնպես շատ լուրջ խոստում պետքա տա, այդ էլ չի կարող տալ, որովհետև հունիսի 7-ից ինքը իշխանության չի լինելու, որ այդ խոստումը տա։ Հիմա հայտնվել է պատային վիճակում, Ալիևից ինչ որ մի հատ լավ թոտոր բանա պետք էլի, ասենք, որ մարդիկ հավատան, որ իրոք խաղաղություն է բերել եւ չտեսնեն, որ շոու խաղաղության հետ գործ ունենք, այն էլ չի ստացվում։ Ալիևն էլ հետևողականորեն իր երկրի շահերը պաշտպանելով ասում է, ախպեր փոխի այդ Սահմանադրությունը, որովհետեւ այնտեղ հղում կա անկախության հռչակագրին, վերացրեք այդ հղումը, ընդհանրապես ես կարծում եմ, որ այնտեղից է գալիս նաև այն անկախության հռչակագրի խմբագրման մասին խոսակցությունները, 4-րդ հանրապետության մասին խոսակցությունները, ցեղասպանության թեման, Արցախի թեման փակված համարելը, որովհետև երբ որ ինքը ասում է 4-րդ հանրապետություն, դա նշանակում է ֆորմատ անել ընդհանրապես հայ ազգի գիտակցությունը, պատմական հիշողությունը եւ ստեղծել նոր թամ-թազա Թրկա Հայաստան, Արևմտյան Ադրբեջան, Թրկա Հայաստան, տենց ասենք, Արևմտյան Ադրբեջան, այնտեղ թուրքերը ասելու են, չգիտեմ, Արևելյան Անատոլիա, սրանք ասելու են Արևմտյան Ադրբեջան, մենք էլ կասենք Թրկա Հայաստան։ 4-րդ հանրապետությունը դա Թրկա Հայաստանի մասին է, հարգելի ժողովուրդ, երբ որ դուք գնաք ընտրատեղամաս եւ քվեարկեք ՔՊ-ի օգտին, հիշեք, որ դուք քվեարկում եք Թրկա Հայաստանի օգտին։
այլ բան տրամաբանությունը չի ուշում այս պարագայում։ Եվ երրորդ փուչիկը մենք խոսեցինք փուչիկներ պայթեցնելու մասին, սա համանadrության փոխելը ես չեմ համարում փուչիկ պայթեցնել, ինչու, որովհետև ասենք 21 թվից մարդը կրկնում է, էլի։ Հիմա հայ ազգի խնդիրն է, որ չի լսում, էլի Ալիևն ինչ է ասում եւ որոշ մասը հավատում է Նիկոլ Փաշինյանին։ Բայց ամենամեծ փուչիկը պայթեցրեց խաղաղության խաչմերուկով։ Հարց տվողը գիտես ով էր Արեգնազ։ Չէ, ճիշտ ասած։ Ստյոպա Սաֆարյանը։ Չէ, այո, եւ մասնակից, դա չգիտեի։ Բայց վիդեոյի սկզբից Ստյոպա Սաֆարյանը ասենց հարցեր է տալիս, էլի երկար բարակ, էլի Ալիևին, որ մեր լիդերը ասենք, հա, խաղաղության խաչմերուկ բան կառուցող տղա է, ոչ միայն ասենք փտած ասֆալտի անմալ, նաև խաղաղության, երևի իրենց կառուցած խաղաղության խաչմերուկ, երևի չէ, իրենց կառուցած խաղաղության խաչմերուկը իրենց ասֆալտի նման է։ Այսինքն մի անձրևից հետո հալելույա կնա։ Եվ այդ խաղաղության խաչմերուկին արձագանքելով ըստ էության Ալիևը պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկն էլ, չգիտեմ, կոմունիկացիոն հաբ դառնալն էլ, մյուս բոլոր այդ հայտարարությունները նշելով, որ գնացեք ձեր խաղաղության խաչմերուկը ուզեք Բայդենից։ Բայդենը մի ոտով այն աշխարհում է, մի ոտով այս աշխարհով, ասում է, երբ որ ասենք Բայդենը եկավ իշխանության, իր հետ էլ խաղաղության խաչմերուկը կառուցեք, այսինքն դա երբեք։ Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, լավ, հիմա սրանք ասում են, Ալիևը ասում է հիմա թրիպն է, որը ադրբեջանական մամուլում հիմնականում օգտագործվում է հարգելի ժողովուրդը թող իմանա Զանգեզուրի միջանց կանոնով, որովհետև այնտեղ գործում է միջանցքային տրամաբանություն, ինքը ասում ախպեր, ես այդ միջանցքը ստացել եմ, թրիպ կոչված է, հա, որ ես Զանգեզուրի միջանցք եմ ասում։ Ինձ դա է պետք, ինձ քո կոմունիկացիաները, չգիտեմ, մյուս բաները պետք չի, ինչ որ պետք լինի, կգանք հանգիստ կվերցնենք, էլի, հələ որ պետք չի։ Բայց այս թրիպը ես ունեմ ու ընդհանրապես ինձ չի հետաքրքրում մյուս կոմունիկացիաների բացումը։ Ես այդպես եմ հասկանում։ Առավել եւս որ իրենք շատ մեծ շինարարություն իրականացնում են Սյունիքի հատվածում, հա, երկաթուղի եւ այլն, այսինքն այդ թրիպի տրամաբանության մեջ, իսկ մնացած ուղությունները ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից աշխատանքներ չի տարվում։ Եթե աշխատանքներ տարվեին, ասենք կվերանորոգեին Ղազախի կողմից երկաթուղին, որը մեզ ավելի հարմար է, ասենք Շիրակի մարզի կողմից, այնտեղ կոմունիկացիաներ Թուրքիայի հետ, հետո ասենք դուրս գային ուղիղ դեպի Ադրբեջան այդ կողմից, բայց որևէ աշխատանք այդ առումով չի տարվում ու Ալիևը ճիշտ է ասում, որ ես իմ թրիպը ստացել եմ, դուք էլ ձեր խաղաղության խաչմերուկով էլ գնացեք, ձեր Բայդենով էլ ինչ ուզում եք արեք։ Այսինքն եւս մեկ անգամ պայթեց Նիկոլ խաղաղասերի փուչիկը։ Այս մարդը չի բերել խաղաղություն, երաշխավորված խաղաղություն չի բերել։ Այս մարդը բերել է կզած խաղաղություն, որ երբ Ալիևը ուզենա տշի այս կողմ, տշի ենք։ Այսինքն արձանագրենք, որ Ալիևը շատ ավելի անկեղծ է, ինչպես դու ասացիր, հայ ժողովրդի հետ եւ բացահայտ հայտարարում է, որ իր նպատակը Հայաստանի կապիտուլյացիան է եւ ինչպես ասացինք, այդ թրքահայաստանի ստեղծումը, արևմտյան Ադրբեջանի ստեղծումը, որի սերմերը արդեն մենք տեսնում ենք այս վերջերս Ամասիայում, հա, այդ խաղաղության իհարկե ճակերտավոր ծիծեռնակը հայտնվեց, հա, այսեն ցմփորփորիկով մի հատ sense բաներ ադրբեջանցի էր գնացել, ինչ որ sense հաթաթա էր տալիս, խորհուրդներ էր տալիս մեր պարեկներին, խեղճ պարեկներն էլ այսպես վզները ծուռ կանգնած լսում էին, հա, ես ուղղակի զարմանում եմ, լավ, որտեղ ասենք թասի պատիվ, արժանապատվություն ընդհանրապես չկա, ինչպես կարող ես դու հանդուրժել, էլի, այս ամեն ինչը մանավանդ պարեկ ես, չգիտեմ, սովորական քաղաքացի էլ չես, էլի, կամ ընդհանրապես իրենք դու պատկերացնում ես արդեն իրենց ինչքան ազատ ու լավ են զգում, էլի, որ sense ազատ պտտվում են, ինչ որ խրատներ են տալիս, կգնաս սրան ես կհարցնես, նրան են կհարցնես, քո մեծերից բան մեր մասին կհարցնես։ Եթե մարդիկ ԱԱԾ-ի ուղեկցությամբ առոք պատիվ տալով շրջում են Հայաստանով ու գալիս են, ասենք, հասնում են Շիրակ, բնականաբար մի հատ էլ կարա մատը թափ տա, մի հատ էլ ականջը քաշի, մի հատ շլոտի տա, ասի լավ պահեք ձեզ։ Իրականում սա մենք ծաղրում ենք, բայց սա ողբերգություն է, որովհետև
նայեք, տեսեք, Շիրակը երևի ամենահեռավոր մարզն էր, հա, որը Ադրբեջանից աղաքին հեռու էր, չէ՞, աշխարհագրորեն, տարածքային, եւ այնտեղ շատերին թվում էր, որ այստեղ չի հասնելու, հա, այդ ամեն ինչը։ Հիմա ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Ադրբեջանը երբևէ չի հրաժարվելու 100,000-ավոր ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելու ծրագրից, քանի դեռ սրանք կան։ Եվ ինքը հետևողականորեն տանում է այդ քաղաքականությունը, Ալիևը բազմաթիվ անգամներ ասել է այդ մասին եւ շարունակում է կրկնել, համեմատում է, ասենք, արցախցիների վերադարձի եւ ադրբեջանցիների բնակության հետ, ասում են, եթե ուզում եք արցախցիները վերադառնան, ուրեմն մենք էլ հնարավորություն պետք է ունենանք Հայաստանում բնակվելու, բայց եթե անգամ մենք հրաժարվենք արցախցիների վերադարձի իրավունքից, Ալիևը միևնույն է պնդելու է ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագիրը, որը մեծ քաղաքական ծրագիր է, իրենք օգտագործում են դեմոգրաֆիական զենք, գալու են Հայաստան, վերցնելու են անձնագրերը, 100,000, 200,000 մի քանի տարի հետո դառնալու է 5-600,000, իրենք դառնալու են քաղաքական գործոն, ադրբեջաններեն կոչվածը դառնալու է երկրորդ պետական լեզու, ունենալու ենք խմբակցություն, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Նիկոլի հույսն էլ դա է, որ կգան երևի իրեն կընտրեն այդ Ադրբեջանը։ Չէ, ժամանակ արդեն իրեն բանի տեղել չեն դնի, իրենք իրենց Մահմեդին կբերեն կընտրեն, էլի։ 5-600,000 ադրբեջանցին արդեն, որ այդ 10 տարվա կտրվածք եմ ասում, այդքան հեռավոր անցյալ բան չի, ապակա չի։ Եվ այս քո ասած արևմտյան Ադրբեջանը կյանքի է կոչվելու։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ձայն տալ ԿՊ-ին, ԿՎ տալ ԿՎ-ին, իրենք ձայն են տալիս իրականում Յենի Էրմենիստան խմբակցությանը ապակայում ստեղծվող։ Իրենք ձայն են տալիս, որ 100,000-ավոր ադրբեջանցիներ բնակվեն Հայաստանում, արհեստական քաղաքական նպատակներով բնակվեն Հայաստանում եւ թելադրեն իրենց քաղաքական կամքը։ Իրենք թող երկար մտածեն ԿՊ-ին քվեարկելուց առաջ։ Եվ մեկ դիտարկում էստեղ անեմ ու ավարտենք իմ կյանքի փորձից, ես ծնունդով Ախալցխայից եմ, չնայած Գյումրիում ապրել եմ եւ այլն, այնտեղ իմ պապական տան թաղամասում, այսինքն տունը որտեղ որ գտնվում է, հայկական թաղամաս էր, Տավարներ կոչվում։ Մցխետի թուրքերի վերադարձի մասին լսած կլինեք, երբ որ Սաակաշվիլի օրոք որոշում կայացվեց, թուրքերն էլ լավ փող էին տալիս, այն ժամանակ $50,000-60,000։ Ասում էին փողը վերցրեք, գնացեք Սաակաշվիլին համաձայնվել է, տները առեք, ապրեք ուրախ երջանիկ ու բախտավոր, մցխետի թուրքերը լցվան, սկսում էին վրացի հայրը մեծ հաճույքով իրենց տները ծախում էին, վրացիները որոշները հա ծափ էին տալիս, որ վերջապես ծախեցին, գնացին, հա, ու ստացվեց այնպես, որ թուրքերը լցվեցին, արդեն զգացին, որ պրոբլեմ է ստեղծվում, շփումների, սոցիալական հարաբերությունների, կոնֆլիկտներ, քաղաքական ազդեցություն ու ինչ արեցին վրացիները, հիմա արդեն իրենք արգելում են հայերին, որպեսզի իրենց տները ծախեն։ Արգելելը ո՞րն է, բանով չեն արգելում, էլի, համոզում են, ասում են՝ մի ծախեք։ Եթե ծախում եք, անգամ եթե դուք մնացեք, եթե անգամ ծախում եք, ծախեք վրացիներին կամ այլ ազգիների։ Հիմա մենք վրացիները երկար տարիներ պահանջվեց հասկանալու համար, դա միայն Ախալցխայով չի սահմանափակվում, խոսքը վերաբերում է Բաթումին, Թբիլիսիին, այդ երթերը, բաները, որ տեղի ունեն ազգային ինքնագիտակցության արտնացումը, ինչի է տեղի ունեցել, որովհետև հասկացել են, որ Թուրքիան տնտեսական էքսպանսիայի միջոցով լուծում է աշխարհաքաղաքական խնդիր եւ հարվածում է վրացիների ազգային ինքնությանը, դրա համար տեղի ունեցել այս զարթոնքը։ Մենք տեսել ենք այդ օրինակը։ Հիմա ինչի ենք ուզում մտնել նույն կեղտաջրի մեջ։ Գոնե այս անգամ ուրիշի սխալների վրա մենք այո, դա ակնհայտ է, հասկանում եք։ Ակնհայտ է, ինչպես ասենք, պայծառ արևածագ, այսինքն չգիտես, այս պարզունակ բաներ ինչի ես խոսում, բայց ինձ թվում է, որ պետք է խոսել։